Մենք ձայն չի հանում։ Այլ Հայաստանի վարչապետը հրապարակային հայտարարում է, որ Ստեփանակերտի ոչնչացված եկեղեցու հարցը Հայաստանը չի բարձրացնելու միջազգային դաշտում։ Այս բարձրացնում ենք մենք։ Որովհետև քրիստոնեական արժեքների, որովհետև ժողովրդավարական եւ եվրոպական արժեքների կրողը իշխանությունը չէ, մենք ենք, հայ ժողովուրդը։ Հուսով ենք, որ մեր ձայնը կհասնի ձեզ, հուսով ենք, որ կհասկանաք, թե մարդիկ ովքեր որ գործում են ներկայանալ որպես Եվրոպա մեկ, իրականում Հայաստանը տանում են դեպի վանդալիստական և բարբարոսական թուրք-ադրբեջանական տանդեմը, արդարացնելով նրանց բոլոր հանցագործությունները։ Այն թուրքական աշխարհին են աջակցում։ Իսկ ասելիքներ ունեք այսօրվա գագաթնաժողովի, ձեր ձայնը հիմա այնտեղ լսելի է։ Այն թուրքական աշխարհի Չգիտեմ, բայց գոնե լրատվականներով, միջազգային լրատվական միջոցներով կհասնի մեր ձայնը տեղել։ Ես այդ հույսով ենք եկել, ոչ թե իրան կնային, թե չէ, կարծում եմ կնային։ Իրանց կտեսնեն Արցախ կվերադառնան։ Ես հույս փայփայում եմ անկեղծ, հույս փայփայում եմ։ Արցախից եք դուք։ Չէ, այնտեղ աշխատել ենք, այնտեղ ապրել ենք։ Ներկայության բաժակցում եք Արցախցիներին։ Միանշանակ, ոչ միայն Արցախցին, համայն Հայաստանին։ Հիմա հայ ազգի, Հայաստան երկրի խնդիրն է։ Եթե հիմա մենք Հայաստանը չփրկեցինք, արդեն Արցախը ընդհանրապես չենք կարող վերադարձնել։ Հիմա մեր Հայաստանը փրկելու, որպեսզի կարողանանք հետո Արցախը փրկել։ Եթե հնարավորություն ունենաք հանդիպել եվրոպական ներկայացուցիչներին, պատվիրակներին, ինչ կասեք։ Այս ամեն ինչ որ ասում եք ասեմ էլ, որտեղ ինքան շատ բան կասելու, կոնկրետ բաներ պետք է ընտրել եւ փոխանցել իրենց։ Ճիշտ ասած, իրենք ունեն իրենց շահերը, մենք շահեր էլի։ Մեր եվրոյթ հանձնաժողովները կան մարդիկ բնականաբար։ Ուղղակի մենք պետք է ունենանք ուրիշ իշխանություն, որ կարողանանք մեր ձայնը հասցնել, որտեղ իրենք դրանից օգտվում են նաև։ Իրենք իրենց ներքին խնդիրներ ունեն, այսպես ասած կոմունիկացիոն խնդիրներ ունեն։ Այստեղ մենք որ չլինի Նիկոլը չլինի, իրանք պետք է չի Նիկոլ իրանք։ Պարզապես պետք է են պահով, որ կարողանան այստեղ իրենց կոմունիկացիոն խնդիրները լուծել։ Իրանք չկաց ունեն Հայաստան աշխարհի վրա։ Ֆրանսիան նույն արեց Կիլիկիայում։ Ես չեմ հավատում Ֆրանսիային։ Սևակը Ռուբեն Սևակը լավ ասաց, էլի պորնիկներ են եվրոպացիները, եվրոպական ոչ թե եվրոպացիները կներեք, այլ պետական բարձր մակարդակներում նստած մարդկանց մասին։ Իսկ հայերի, արցախահայերի Արցախ վերադարձը ինչպես եք պատկերացնում։ Դե կարծում եմ, որ պետք է լինի բանակցային միջոցով, էլի բանակցությունների միջոցով բարձրացնել։ Երբեք ընդմիջում չտալ էլ ընթացքում անդադ շարունակական այդ պայքարը լինի, ոնց որ եղել էր 80-ականներին, 80 թվականից հետո սկսել էր այդ ժամանակվանից պայքարել է ոգեղծոց միջև արվես։ Իշխանության համար փակ է Արցախ վերադարձի էջը ու ասում են, որ երբ խոսում եք դրա մասին, խաղաղության օրակարգին եք վերցնում։ Ինքը մեր խաղաղության թշնամին է։ Մեր խաղաղությունը ինքն է խաթարում, ինքը պետքա չլինի։ Մենք իրեն պետք է վրընդենք, այսպես ասած։ Պետք է ինքը հեռանա։ Չէ, ես ամեն օր քնում եմ եւ արթնանում եմ տագնապով, ինչա լինելու Հայաստան աշխարհի հետ։ Արցախն էլ հետո որ ամեն անգամ մի խոսքով շատ հոգեպես շատ անհանգիստ նուրբ ասած է էլի անդադ ես բան եմ առավոտից իրիկուն այդ վիճակի մեջ եմ թե երբ պետք է ազատվենք այս իշխանությունից որ կարողանանք գոնե դադարեցնել այդ անկման ազատ անկումը էլի որտեղ դեռ Եվրոպայի ոտնահարվում է այն ասարումները տարածումները ստանում